Հիշիր, որ մարդ քվյախցիկում ուրիշ մարդ չի դառնում, նա այնտեղ տանում է իր ամբողջ ճաշակը։ Ողջույն, դուք դիտում եք ինձնից դեպի քեզ փոդքասթի հերթական թողարկումը։ Որոշել եմ առաջիկա մեկ ամիսը խոսել այնպիսի թեմաների մասին, որոնք շատ ուղիղ կապ ունեն ընտրությունների հետ։ Եվ այսօր կխոսեմ մի շատ կարևոր թեմայի մասին՝ ճաշակի մասին։ Ոչ միայն երաժշտության, ոչ միայն հագուստի, ինչպես նաև ոչ միայն արվեստի, այլ ներքին չափանիշի մասին է, երբ մարդ կարողանում է տարբերակել որակը աղմուկից, արժեքավորը փայլից, խորությունը էֆեկտից, եւ այո, նույն այդ չափանիշներով նա ընտրում է նաև ղեկավարների։ Շատերը կարծում են, թե ճաշակը երկրորդական բան է, թանկարժեք բառ, մշակութային շքեղություն, բայց ճաշակը իրականում որոշումներ ընդունելու մեխանիզմ է։ Երբ դու կարողանում ես տարբերակել անկեղծությունը խաղացած անկեղծությունից, գաղափարը կարգախոսից, դատարկությունը հանգստությունից, ուրեմն դու ունես արդեն զարգացած ճաշակ։ Եվ դա օգտագործվում է ոչ միայն թատրոնում եւ առհասարակ արվեստում, այլ կյանքում։ Հասարակությունը, որը երկար ժամանակ սնվում է էժան հումորով, մակերեսային խոսքով, աղմկոտ դեմքերով, մեկօրյա աստղերով, նա շատ հաճախ սկսում է շփոթել իր տեսածը արժեքի հետ եւ հետո զարգանում է, երբ նույն տրամաբանությունը մտնում է ավելի լուրջ ոլորտներ, որովհետև մեխանիզմը նույնն է։ Երբ դու երկար ժամանակ սովորում ես փաթեթավորմանը, մի օր վստահաբար դու ընտրում ես փաթեթը։ Ես կարծում եմ, որ արվեստը միշտ եղել է ճաշակի մարզասրահ։ Լավ գրականությունը սովորեցնում է խորություն։ Լավ արվեստը սովորեցնում է հակասություն հասկանալ։ Լավ ֆիլմը սովորեցնում է, որ պետք է չշտապել դատողություններ անելուց։ Լավ երաժշտությունը սովորեցնում է լսել նրբությունը։ Սա զվարճանքի հարց չէ։ Սա քաղաքական պատասխանատվության հարց է։ Այն մարդը, ով կարողանում է տարբերակել լավը վատից արվեստում, նրան շատ դժվար է մոլորեցնել կյանքում։ Այսօր փորձում են ամեն ինչ դարձնել հեշտ։ Կարճ խոսք, պայծառ կարգախոս, պարզ թշնամի եւ պատրաստ լուծում, բայց իրական կյանքը երբեք այդքան պարզ չէ, եւ եթե մարդը սովոր չէ բարդությունների, նա վազում է դեպի աղմուկի կողմը։ Դրա համար է կարևոր ոչ միայն կրթությունը, այլ նաեւ մշակութային կրթությունը։ Հասուն ընտրողը նա չէ, ով ամեն ինչ գիտի։ Հասուն ընտրողը նա է, ով կարողանում է տարբերակել վստահ խոսող մարդուն իմաստունից, գեղեցիկ խոստումները ծրագրից, էմոցիան փաստից, դերասանական խաղը պատասխանատվությունից։ Սա նույնպես ճաշակ է, քաղաքական ճաշակ։ Տարիների ընթացքում ես տեսել եմ, որ նույն մարդը պահանջում է թատրոնում որակ, իսկ կյանքում բավարարվում է միայն աղմուկով։ Սա հակասություն է։ Եթե դու բեմում պահանջում ես ճշմարտություն, ուրեմն նույնը պետք է պահանջես նաև իրականությունից։ Հիմա հարց քեզ. երբ դու լսում ես ինչ-որ մեկին, քեզ գրավում է նրա խոսքի վստահությունը, թե խոսքի բովանդակությունը։ Այս հարցի պատասխանը շատ բան է ասում ոչ թե նրա, այլ քո մասին։ Ճաշակը շքեղություն չէ, ճաշակը պաշտպանություն է։ Այն օգնում է մարդուն չտրվել կեղծ փայլին,
չվազել աղմուկի ետևից եւ չշփոթել ձևը բովանդակության հետ։ Եվ հասարակությունը, որը զարգացնում է իր ճաշակը, ավելի հազվադեպ է սխալվում կարևոր պահերին։ Ավարտվեց եւս մեկ «Ինձնից դեպի քեզ» ոդքասթի հերթական թողարկումը։ Եթե այս թեման ձեզ մտածելու առիթ տվեց, ապա այն կարող եք կիսվել ձեր ընկերների հետ, ովքեր համարում են, որ մշակույթը դա ժամանց չէ։ Բաժանորդագրվեք էջին, որպեսզի բաց չթողնեք մեր հաջորդ թողարկումները։ Մինչ նոր հանդիպում։